Շնորհակալություն Մարիա Պարփանոսյանին։ Բավական դատարան նկատի ունենալով ես նաև միջնորդություն եմ դերևս հունիսի 25-ին այդ միջնորդության իրավական հիմնավորումները շատ չպաշտված են գրավոր տեքստով կա դատարանի դրամատրության այլ ըստ էության քննարկման հասնենք սկսեմ վերցնենք անկեղծ ասած տարակուսած եմ որ իմ հարգարժան գործընկերը ակնկալում է դատարանից որ բարույթի ես քրում վկաների ցուցմունքները գնահատի այնպես, ինչպես ցանկանում է հանրային մեղադրողը, գտնելով, որ վկաների ցուցմունքները ինչ-որ բան են հաստատում և դա կալանքի հիմքում դնելով, որ հասարակ վկաների ցուցմունքները չեն։ Իմ ասացի մի կբացատրել կներեք որ բանդարումը ուղղակի ձեր խոսքը ճիշտ է։ Որ խոսքը ավարտի ձեզ առարկելու Ես հազար անհնարավորություն եմ խնդրում, իմ պնդումը դա չէր։ Հասկանալի է, ավարտի ձեր դիտարկումները կներկայացնեք, շնորհակալ որ դատարանը կարող է առհասարակ գնահատական իրականացնի վկաների ցուցմունքների հետ կապված, թե այդ ցուցմունքները այդ ձայնագրություններ հաստատում են, թե չեն հաստատում, երգում են, այդ գնահատականներից դատարանի սկզբանը հրաժարվել է, քանի որ շատ բաներ հետ մենք էլ համաձայն չենք դատարանի գնահատականները, բայց ըստ էության պատմի դատարանի որոշումները այդ առնեն, որևէ մեկը բեկանված չեն։ Հետագա խուսափելու համար դատարանի եզրահանգումների վիճակումից ընդդում եմ, որ հանրային մեղադրողի կողմից այդ փաստակար հասարակ կոնվենցիայի 5-րդ հոդվածով գնահատման ենթակա որևէ գործոնի մեջ չի տեղավորվում, ավելին նույն հաջողությամբ պատվարժան դատարան ես կարող եմ պնդել, որ հանրային մեղադրողի կողմից ներկայացված ձայնագրությունների հետազոտմանը երբ որ հասնենք, ապա կտեսնենք, որ շատ ձայնագրությունների մեջ լսվողը ես շատը նկատի չունեմ ծավալով, այլ էական նշանակություն ունեցող հանգամանքներով, ուղղակի հակասում են արձանագրության մեջ արկաներից և ձայնագրություններում լսում են այլ բան, որը իմ գնահատման կարող է կողմի գնահատման ֆայլ է, ինքը հոգուր Վարդան Ղուկասյանի է, բայց չգիտես ինչու, օրինակ օպեր լիազորը այդ ձայնագրության մեջ լսվածների մեջ այրը դա է դարձրել, երկրորդ դեմքը երրորդ դեմք է դարձրել, կամ առաջին դեմք է դարձրել և օրինակ ընդեղ պարզ լսվում է երրորդ դեմքի մասին խոսակցություն օրինակ։ Բայց քանի որ ես համաձայն չեմ, որ հանրային մեղադրողը ակնկալում է, որ այդ կարգի քննարկումներ կամ գնահատական պետք է իրականացնի դատարանը, ես էլ զերծ կմնամ, ուղղակի օրինակը բերեցին դրա համար, որ առհասարակ նման տիպի գնահատականները դատարանին ինքն է արդեն արձանագրել, որ խափան միջոցի հարցերի քննարկման շրջանակներում գնահատման ենթակա չէ։ Անդրադառնալով պարոն Դանիելյանի խոսքերին առհասարակ այսպեսի մի նախ մտավախություն Մայիսի 25-ից հետո երկու նիստ է նշանակված եղել, որը տեղի չի ունեցել, ընդ որում մեկը հենց հանրային մեղադրողների չներկայանալու պատճառով։ Ինձ օրինակ համար հետաքրքիր էր, եթե հունիսի 6-ին կամ հունիսի 25-ին դատական նիստ տեղի ունենար, արդյոք պարոն Դանիելյանը ասեր, որ ենթադրաբար այդ հանցանք է կատարվել այս ընթացքում, հետևաբար դա նույնպես գնահատման ենթակա գործոն է, խափանման միջոցի քննարկման։ Իսկ եթե պարոն Դանիելյանի ժամանակ դա չէր ասել, արդյոք դատական նիստը, որ հունիսի 25-ին տեղի չունեցավ հենց այդ պատճառով, որ այսօրվա դատական նիստին պարոն Դանիելյանը նման բան ասել։ Հիմա ոչինչ կասկածություն ունեմ, այդ մասին նաև գրավոր եմ հայտնել պատվարժան դատարան։ Այս առումով պարոն Դանիելյանը շատ լավ է հիշում, երբ որ մեկ անգամ 5 շաբթի դատական նիստ էր, դատարանը նիստը նշանակեց հաջորդ օրը, այսինքն մեկ օր հետո կա, երբ պաշտպանության կողմը չկարողացավ որտեղ նախապես նշանակված բազմաթիվ նիստեր կան ներկայանալ և մի քանի նիստ պարոն Դանիելյանը այդ պաշտպանական կողմի չներկայանալը շահարկում էր և ասում է, որ պաշտպանական կողմը չի ներկայացել, պաշտպանական կողմի պատճառով դատավարականից գործողությունները չեն իրականացվել, ծավալ չի սպառվել։ Իսկ հիմա այս պարագայում պատվարժան դատարան մայիսի 25-ից հետո արդեն շուրջ 2 ամիս է դատական նիստ, հաջորդ դատական նիստը այսօր է եղել և 2 ամսվա մեջ 3 վկայի չարձակնդելը որևէ կերպ կապված չէ պարոն Ղուկասյանի վարքագծի հետ։ Սա մեկ։ Երկրորդը պատվարժան դատարան դատալեցում առկա ինչ-որ տեղեկատվություն մեղադրանքի վերաբերյալ։ Ես ներգրավված չեմ այդ իրական վարույթին, ես տեղյակ չեմ այդ իրական վարույթին, բայց պատկերացնենք մի իրավիճակ, երբ կոնկրետ այդ իրական վարույթով պետք է քննարկեն անձի նկատմամբ խափանման միջոցի հարց։ Առնվազն գոնե առաջարկությունը հիմնավոր կասկածը խափանման միջոցի պայման պետք է քննարկեն նկատմամբ այդ իրական վարույթով, որը հիշատակեց պարոն Դանիելյանը։ Այսինքն հիմա մենք դրում ենք մի հատ առնչություն, մի հատ դիտադար կատարված հանցանք, ասում ենք բերեք այս վարույթով դա դիտենք կալանքի 5, շրջանցելով բոլոր այն երաշխիքները, որոնք առհասարակ կոնվենցիայի 5-րդ հոդվածը տալիս է։ Այդ թվում
առաջին առաջարկությունը այդ մակարդակով գոնեսը որևէ դեպքում ներկայացվել է դատարանին, որ դատարանը գնահատի, որ քանի որ այն նիստերին, որոնք չեկան հանրային մեղադրողները, այդ նիստերից հետո ինչ որ մեղադրանք է առաջադրվել, այս այդ հանգամանքը գնահատեն, որպես նոր հանցանք կատարելու ռիսկ, առանց այդ հանգամանքի մասին գետի մեջ պատշաճ տեղեկատվություն ունենալու եւ գնահատելու համար թե առհասարակ դա կարող է հանցանքի ռիսկը գնահատելու համար իրական համարվել, թե չհամարվել։ Հետաբար կարծում եմ, որ այս առումով խնդրահարույց է պատկերական դատարան, որովհետեւ մենք բոլորին այլ հանցանքի այլ տեղեկությունների մասին ենք դեպքի մասին ենք խոսում, այլ դեպքի վերաբերյալ նվազագույն տեղեկություններ անգամ չունենալու եւ գնահատել գոյություն չունեցող տեղեկությունները կարծիքով խնդրահարույց է։ Անդրադառնանք կոնկրետ իրավիճակին, արդեն կոնկրետ այս վարույթի պատվաժան դատարանը նույնիսկ մեր մոտ տարանկանում կար դատարանի որոշումների հետ կապված, թե արդյոք զուտ թվաբանական ցուցանի շրջականների գոյության դա է գազ դատարանի քննության կողմից գնահատված քննության խոչընդոտելու ռիսկի հիմքում։ Եվ դատարանը նշեց, մեզ պարզաբանեց, որ այո, դատարանը այս ռիսկի հետ կապված իր գնահատականը կարող է փոփոխվել, եթե դեռ 16 վկաներներ արձակնվեն վերջանում։ Այդ պարզաբանումը մեզ տվել է դատարանը։ Եվ միևնույն ժամանակ դատարանի նախորդ որոշումներում միշտ էլ արձանագրել է, որ հանցանք կատարելու ռիսկ կա։ Այնպես չէ, ինքը բացարձակապես գոյություն չունի, բայց այդ ռիսկը դատարանը գտել է, որ հիմք չէ անձին շարունակական կալանքի տակ պահելու համար, կամ միայն այդ ռիսկով անձին կառավարելի եւ կալանքի տակ հիմք չէ։ Հիմա պատվաժան դատարան մենք հասել ենք մի փուլի, որ առհասարակ վկաների հարցաքննելու միջոցով դատավարական գործողություններ չկան։ Անդրադառնալով հնարավոր լրացումներին վկաներ բերելու պատվաժան դատարան կարող է վերակնիչներ բեկանել ուղղակի նոր քննության իր վկաների անհրաժեշտություններին։ Հետո մենք այս արշան տարածական մեկնաբանակ քննությանը խոչընդոտելու ռիսկը մենք կարող ենք հավերժ մարտում պահել կալանքի տակ առանց դատավճերի։ Միշտ կարելի է վերացական ենթադրել, որ կարող է վճռաբեկը մի տարի, երկու տարի գործ բեկանի հետ երկի նոր քննության եւ նոր քննության ժամանակ անհրաժեշտություն ունի կերպի վկաների հարցակնել։ Այս պայմանությամբ կա վկաներ, որոնք ենթակա են հարցակնման։ Իմ կարծիքով դատարանը ամենադուրադելի կանխատեսական բնույթի հանգամանքը դա պետք է գնահատի։ Այս պայմանությամբ ունենք, որ լավը չէ, չունենք։ Կլինի չի լինի, դա իմ կարծիքով առհասարակ վերաբերելի չէ, դա վերաբերելիություն դրան կան, դա շատ վերացական եւ շատ կընդլայնի այդ կանխատեսական բնույթի հիմքերի վերաբերյալ գնահատականները, ինչը կոնվենցիայի 5-րդ հոդվածի հետ համատեղելի չէ։ Երկրորդ վտանգը սրա հետ կապված պատվաժան դատարանը։ Ենթադրենք պաշտպանության կողմը ցանկանում է ինչ-որ մեկ փուլում լրացնել դատաքննությունը եւ վկաներ հրավիրել։ Պաշտպանության կողմը 6-րդ հոդվածով իրեն վերակապված է իրավունքից, միգուցե եւ հրաժարվի։ Վախենալով, որ դա կարող է մեկնաբանվել կալանքի։ Ես վստահություն ունեմ, որ դատարանը տրամաբանությամբ չի գնահատի քննության խոչընդոտելու ռիսկը, որը դա առհասարակ շատ վերացական կլինի եւ դա հաջորդը պատվաժան դատարան։ Հիմա մենք ունենք այստեղ դատաքննության ծավալ, որը բացառապես վերաբերում է այնպիսի ապացույցների հետազոտման, որը դեպքում է դատարանի տիրապետման ներքո եւ որևէ բարույթի այլ մասնակից մասնակցություն չունի, հասանելիություն չունի այդ տեղանքին։ Այսինքն քննությանը խոչընդոտելու ռիսկը իմ կարծիքով ոչ թե նվազեց համեմատ մյուսների, այլ իսկական վերացավ։ Սա այդ կարող է նվազած լինել, այսինքն ապրիլին մարտի դրությամբ, մայիսին մարտի դրությամբ, հաշվի առնելով, որ վկաները հարցաքննվել են։ Բայց ես բայդրությամբ եւ հետազոտման ծավալ արդեն մենք գիտենք ինչ պետք է հետազոտեն, եւ դրանք բացառապես դատարանի տնօրինության տակ արտադրություններ են, քննությանը խոչընդոտելու ռիսկը իսկական վերանում է։ Այս փոփոխությունը այն աշանի փոփոխություն է, որ ես կարծում եմ, որ խաբան միջոցի փոփոխությունը պետք է լինի նույնիսկ այնպիսին, որը ազատության զարգման հետ առհասարակ կապ չունի, որտեղ պետք է փոփոխությունը գերեական փոփոխություն է։ Եվ մյուս կողմից պատվաժան դատարան մենք այո մշտապես մինչև մայիս մենք միշտ ասել ենք, որ մենք խնդիրներ կամ այսպես այդ առարկություններ չունենք դատարանի պատշաճ ջանասիրության հետ կապված։ Նույն կարծիքին չենք հիմա, որտեղ ամեն դեպքում, եթե հարցը 3 վկայի հարցաքննություններ, այդ 3 վկայի հարցաքննությունից հետո 2 ամիս է անցել եւ նոր մենք այսօր կարողանում ենք դա ինել։ Դա հետևանքն է միայն Վարդան Ղուկասյանը չպետք է դերի պատժել։ Եվ դեպքի շեշտումը հանրային մեղադրողների չներկայանալու 25-ից։ Եվ դրա հետևանքները մշտապես ստեղծել իրավիճակ, երբ դատավարական առաջընթացը որոշակի առումով դանդաղում է, եւ այդ իրավիճակի համար հետևանքի համար միայն պատասխանատու կարգել Վարդան Ղուկասյանն ինքը ոչ միայն օրինական չի, ինքը նաեւ ազնիվ չէ։ Այս առումով պատվաժան դատարան
վկաների հարցակնության ավարտը ինքը արդեն ենթադրում է դատարանի կողմից նախկինում արձանագրված ռիսկերի մեր մասի առհասարակ նվազում, նկատի ունեմ բնությանը խոչընդոտելու ռիսկը։ Իսկ մյուս արձանագրված ռիսկը բավարար չէ անձին կամքի տակ պահելու համար։ Իմ խոսքը դրան է։ Բացի այդ պատվաճան դատարանը առողջական վիճակ առանց դատարանի տեղեկություններ չէ հրապարակում, բայց ինչի մասին եմ ցանկանում նշել։ Ես որ արդեն ամսի 17-ն եմ, հուլիսի 17-ը։ Ես հուլիսի 1-ին հարցում եմ կատարական բժշկական կենտրոն, նախ բարձելու համար 16 օր է անցել, էլեկտրոնային ուղարկել են, որ ասեմ 3-4 օր է պոչտապետության։ Եվ նախ առաջին հարցերել եմ, որ այս փորձագետի եզրակացությամբ նախատեսված է, որ որոշակի առումով հետազոտություններ են պետք, որևէ բան արել է թե չեք արել, որևէ պատասխան միջոց չկա, եւ հաջորդը պատվաճան դատարան կա անապահ վիրահատության կարիք, ճոպասկի հետ կապված, որը տեսանելի է նույնիսկ անձեն աշխում, եւ խնդրել եմ, որպեսզի օրենքով սահմանված կարգով սեր ժամկետում կազմակերպել համապատասխան վիրահատությունը վարկանության։ 16 օր է անցել, իսկ ոնե չեն ասում հետազոտությունը եղել է թե չի եղել, ինչ չեն ասում լավ վիրահատությունը առհասարակ նախատեսում թե չեն նախատեսում կատարել։ Իսկ վիրահատության կապված այնպիսի հանգամանքեր են հիվանդության հետ, որ ինքը կարող ամեն բանի հետևանք առաջացնել։ Հիմա այս պայմանությամբ պատվաճան դատարանը մենք ունենք արդեն ամիսներ ձգվող շարունակական կալանք, ունենք առողջական վատ վիճակ, կապ չունի, որ դա կառավարության ցանկով նախատեսված հանգամանքին չի համապատասխանում, ինքը գործոն է, որը պետք է դատարանը գնահատի որպես գործոն է կոմիտետը ներկայացնում, եւ ունենք մի մտահոգիչ իրավիճակ, որ կա առերևույթ անտարբերություն անձի հիվանդությունների նկատմամբ։ Հիմա եւ ամենակարևորը հասել ենք մի փուլի, որտեղ վկաները առհասարակ չեն արձակվում։ 65 տարի լրացած անց բազմաթիվ տեղեկություններ ներկայացել են թե եկեղեցաշինության, թե քաղաքաշինության, թե առհասարակ հայրենասիրության, հայրենավերության հետ կապված բազմաթիվ տեղեկություններ են ներկայացրել, որում ամեն մարդու չէ, որ ամենայն հայոց կաթողիկոսը ամենաբարձր եկեղեցական շքանշան է տալիս։ Այս առումով պատվաճան դատարան վարույթի այս փուլում որևէ հանգամանք, որը կարող է արտարացնել առհասարակ ազատությունից զրկումը Վարդան Ղուկասյանի, ես կարծում եմ, որ չկա գոյություն չունի։ Ես չեմ ուզում դատախելությունը ծանրացնել եւ կրկնել նաեւ այն բոլոր մտահոգությունները, որոնք նախորդին նաեւ գրավոր են ներկայացրել, բայց անգամ այդ անհայրացական տրամադրվածությունը քաղաքական առումով, որ կա Վարդան Ղուկասյանի նկատմամբ, անգամ այդ բոլոր ճնշումները այսօրվա իրավիճակը այն կարգի է փոխված դատավարական եւ օրենքի իմաստով, որ անգամ այդ ճնշումների պայմաններում չպետք է օրենքի անտեսմամբ որոշում կայացվի Վարդան Ղուկասյանի կալանքը շարունակելու, որտեղ կրկնում եմ դատարանի կողմից արձանագրված ամենակարևոր հիմքը իսպակ վերահսկվելու։ Այս առումով պատվաճան դատարան այլ ընտրանքներ։ Օրինակ եղել է դատարանը որոշակի ռիսկեր է տեսնում, բնականում քննության բնականում 10 կապավելու, որովհետև դրա համար կա գրավ։ Մենք առաջարկում ենք 10-ից 15 միլիոն դրամ չափով գրավ, որպես այլ ընտրանք։ Դե դատարանը գրավի հետ միաժամանակ տեսնում է ավելի խիստ սահմանափակման հիմք, ապա կա վարչական հսկողություն, ընդ որում պատվաճան դատարանը վարչական հսկողություն ունի սահմանափակումներ, այդ նույն նաև այնպիսի սահմանափակումներ, որոնք որոշակի ժամանակահատվածով անձի կարգավիճակը հավասարեցնում են ազատությունից զրկման հաստատի կարգավիճակն եմ ասում, հատկապես ժամային սահմանափակումները բնակության վայրից դեպքերով արգելք է։ Ըստ էության տնային կալանք որ ասում ենք, հենց այդ ժամային սահմանափակման գործոնի ուժով է, որ ինքը վերահսկում է ազատազրկման։ Վարչական հսկողությունից դեպի սահմանափակ, բայց նման հսկողություն տալիս է։ Հետևաբար գրավի համակցությամբ նաև վարչական հսկողությունը միանշանակորեն հնարավոր է ապահովել հանրային եւ մասնավոր շահերի հավասարակշռությունը։ Որպես ծայրահեղ միջոց, մեր կարծիքով տնային կալանքի կիրառումը կդիտվի այդպիսի ազատությունից զրկման մեկ տեսակը փոխարինելով ազատությունից զրկման մեկ տեսակ։ Հիմա պայմաններում պատվաճան դատարանը խնդրում եմ դատարանին Վարդան Ղուկասյանի նկատմամբ որպես խափամիջոց կիրառված կալանքը փոփոխել, որպես այլընտրանքային խափամիջոց կիրառել գրավը ողջամիտ գումարի չափով կամ վարչական հսկողություն կամ համակցության գրավ, վարչական հսկողության հետ կամ ծայրահեղ դեպքում տնային կալանք։ Այո։